Բարի առավոտ, շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունել եք ու նաև ինքս միանում եմ Վեհափար Հայրապետի ծննդյան մաղթանքներին ու շնորհավորանքներին։ Ինչպես գիտեք, օրեր առաջ հրապարակվեց ՄԱԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդակցությունը, որի մասին նախկինում ևս տվեցինք որոշակի մեկնաբանություններ, բայց այս ասուլիսը առավելապես կենտրոնացած է այդ հաղորդակցության վրա ավելի շատ լույս սփռելու, ձեր հուզող հարցերին պատասխանելուն ու նաև ազդարարելուն, որ թեև կարող էր տպավորություն ստեղծվել, որ մոռացության են մատնվել 2024 թվականի հունիսի 12-ի հանցագործության զոհերը, այս ասուլիսի նպատակն է առաջին հերթին այդ մարդկանց, ովքեր տուժել են հունիսի 12-ի վայրագություններից, ասել, որ մենք հետևողական ենք լինելու իրենց իրավունքների պաշտպանության գործում։ Եվ երբ պատրաստվում էինք այս ասուլիսին, երկու այսպես կարևոր արձանագրում պետք է անեինք։ Առաջինը, որ այս ասուլիսի ավարտից հետո ՄԱԿ-ի փորձագետներին կուղարկվի մեր կողմից ներկայացվող փաստարկները, լրացուցիչ փաստարկները եւ բոլոր այն հակափաստարկները, որոնք ներկայացվել են Հայաստանի կառավարության կողմից իբրև թե արդարացում այդ վայրագություններին եւ իբրև թե արդարացում 18 արդարների խայտառակ ապօրինի մեղադրանքներին, դրա մասին կխոսենք եւ կխոսենք նաեւ նրա մասին, որ մենք սկսում ենք փաստահավաք գործունեություն հունիսի 12-ի վայրագություններից տուժած անձանց եւ նրանց պատմությունների վերաբերյալ։ Ու կուզեի հենց այս տեղից սկսեի ու խոսքը փոխանցեի գործընկերոջս Հովհաննես Խուդոյանին, որը այս մեր ամբողջ աշխատանքներում, շատ ծանրաբեռնված գրաֆիկում, երբ մենք աշխատում ենք, շատ պատահաբար տեղեկացել ենք մի զարհուրելի իրադարձության մասին, որը տեղի է ունեցել նախընտրական շրջանում։ Խնդրեմ պատմի, հետո կանրադառնանք արդեն ՄԱԿ-ի հաղորդակցությանը։ Կարծ նաև անդրադարձ անեմ, որպեսզի մարդիկ, ովքեր նոր կմիանան կամ նախկինում տեղյակ չեն եղել, ՄԱԿ-ի փորձագետները կառավարությանը հարցադրումներ են ներկայացրել, հետևելով մեր իրենց այդ գրագրությանը, բավականին սուր հարցադրումներ, մի քանի կետով, թե ինչ պատասխան կարող է կառավարությունը տալ 2024 թվականի հունիսի 12-ի ոստիկանական բռնությունների այդ գործով քննության վերաբերյալ, ինչ պատասխան կարող է կառավարությունը տալ ահաբեկչության հոդվածը ձևախեղելու եւ անձանց քաղաքական նկատառումներով այդ հոդվածով հետապնդելու, ինչ միջոցներ է պետությունը ձեռնարկում առհասարակ այս պրոցեսներից տուժած անձանց իրավունքների վերականգնման համար եւ ինչպես նշվեց, մեր կառավարությունը շատ ուսապողական բնականաբար պատասխաններ է տվել, փորձելով արդարացումներ գտնել մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներին։ Այդ պատասխանները բնականաբար բավարար չէին կարող լինել փորձագետների համար, վստահ ենք, որ իրանք էլ հասկանում են դրանց հեղաթյուրված բնույթը, բայց ամեն դեպքում մենք էլ ենք հարկ համարել յուրաքանչյուր այդ պատասխանին առանձին անդրադարձով մեկնաբանել, մի օրինակ կարճ բերեմ, ընդամենը ասում են, որ դե տանձինք ովքեր տուժել են հունիսի 12-ին ստացել են մարմնական վնասվածքներ, իրենց վերաբերյալ նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննություններ, ինտենսիվ քննություն է ընթանում։ Հիշեցնեմ, որ անցել է 2 տարի այդ իրադարձություններից, այդ օրվա միջադեպերին, երբ որ ցուցարարներին են մեղադրանք առաջադրելուց եղել, մոտ 1 ամիս էլ չի տևել երևի թե քննությունը, մարդկանց գործերը ուղարկել են դատարան զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքներով, բայց այդ նույն օրվա իրադարձությունները, որտեղ ոստիկանները ապօրինաբար կիրառել են չթույլատրված հատուկ միջոցներ, առայսօր քննությունը շարունակվում է։ Եվ կառավարությանը տրված պատասխանում, որ օրինակ նշանակել ենք փորձաքննություններ, ես ինքս մի քանի դեպքերով ուղեկցել եմ տուժած անձանց, ինչպես այդ օրվա, այնպես էլ դրան նախորդող մայիսի 30-ին, կարծեմ 30-ներ
ԱԳՆ-ի դիմաց ոստիկանական բախումներից տուժածներին եւ այլն, մոտարապես 1-1.5 տարի հետո մարդկանց կանչում են, ասում են նշանակել ենք փորձաքննություն, կգնաս արդյոք փորձաքննության, մարդը, որ ասենք այդ օրը ունեցել է կապտուկներ եւ անհապաղ պետքա ֆիքսվեր նրա նկատմամբ բռնության խոշտանգման դեպքերը, բնականաբար իմաստ չունի, որ այդ անձը գնա ներկանա փորձաքննության, որտեղ հետք չի մնալ 1 տարի հետո։ Իհարկե կան մարդիկ, որոնք ավելի լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել, բայց նրանց իրավունքների պաշտպանության մասով էլ որևէ արդյունավետ միջոց առ այսօր չի իրականացվել, ընդ որում այդ ամեն ինչը կատարվել է տեսախցիկների տակ, կենտրոնական փողոցում, լրատվամիջոցների ներկայությամբ այդ բոլորի տեսագրությունները կան հստակ տեսագրություններ, ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում, օրինակ Աբրահամ Գասպարյանի նկատմամբ, հետագայում իր այդ կադրերը կան հիվանդանոցում, արյունլվավիճակում, կան բազմաթիվ այլ տեսանյութեր, այլ ցուցարներից էցի ջարդի ու այդ բեկորային վնասվածքներից ստացած խնդիրների եւ կհիշեք կենտրոնական դժբախտությունը, ասենց ասեմ, վերաբերում էր ցուցարներից մեկին, Եսային, ում ձեռքը անդամատները վնասվել էին ծայրատեսակի նռնակից եւ փաստորեն աշմանդամություն ձեռք բերել ոստիկանական գործողությունների ընթացքում։ Թվում է, թե ժողովրդավարական եւ իրավական պետությունում այս մարդու նկատմամբ պետք է լինի հատուկ ուշադրությունները հարցը առաջնահերթ պետք է լուծվի, բայց ինչպես նշեց Տաթևիկը, երեք իմացանք, որ բացի այն, որ այդ անձը պատշաճ ուշադրության չի արժանացել որպես տուժող, այլև ընտրությունների ընթացքում, նախընտրական քարոզչության ընթացքում պատահաբար հանդիպելով Ալեն Սիմոնյանի ՇՔԽ-ին, ցույց տալով իր վնասված ձեռքը, ասել է սրա համար դուք պետքա պատասխան տաք։ Հարց պատասխան ա եղել այդ մեզ սպառնում ես թե չէ, ասել է ոչ, ես ձեզ ասեմ, որ օրենքով դուք սրա համար պատասխան եք տալու։ Դրանից հետո տեղի ունեցել խուզարկություններ, արգելավումներ այդ մարդու տնից ու Եսային նկատմամբ նաև այսօր մեղադրանք առաջադրված սպառնալի քննչեցնելու վերաբերյալ։ Այսինքն փոխարենը այս անձին, որ ամենաշատն է տուժել է ոստիկանական ապօրինություններից առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվեն, մի հատ էլ քրեական հետապնդման են ենթարկում արդար պահանջը իր ներկայացնելու համար, երբ որ անձը ուղղակի ասել է ինձ պատճառված վնասի համար դուք օրենքով սահմանված կարգով պետք է պատասխան տաք։ Այս տեղեկությունը նույնպես մենք պատրաստվում ենք այսօր ներկայացնել ՄԱԿ-ի փորձագետներին եւ նաեւ այս տեղեկությունը կենտրոնում պահելով առաջիկայում փորձել ենք կապ հաստատել եւ նաեւ ձեր օգնությամբ խնդրելով որ տուժողներն ելով ցանկություն կունենա իր իրավունքները պաշտպանել, մեր հետ կապ հաստատեն, որպեսզի կարողանանք ավելի համակարգային ներկայացնել յուրաքանչյուր անձի իրավունքների խախտում։ Ու շարունակելով այս միտքը, ինչի պետքա նաև ձեզ ենք խնդրում լրագրողներին մարդկանց, պետք է ցույց տալ այս իրավախախտումների, այս հանցագործությունների լայնածավալ, պարբերական ու սիստեմատիկ լինելը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն, տեսեք, շատ ուղիղ հարց են հղում ՄԱԿ-ի փորձագետները, ասում են ինչ եք արել այս մարդկանց արդարացի փոխհատուցում տալու համար, երկար տեքստ են գրել են ոստիկանական գվարդիան ենք բարեփոխել, դատավորներին ենք վերապատրաստել եւ այլն եւ այլն։ Ասում են, չէ, ինչ եք արել փոխհատուցելու համար։ Արդեն պարզ է այդ կադրերից, որ անհամաչափ ուժ է կիրառվել, այս հարցերի պատասխանները չենք ստացել։ Եվ այս պարագայում նաև խնդրանքս է Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին, որ մի թողեք այս ամեն ինչի բեռը միայն փաստաբանների ուսերին, որովհետև փաստաբանների գործը այս օրերում առանձետել հեշտ չի եւ իրականացնել դատական պաշտպանություն եւ գնալ տեսնել կալանավորներին եւ կազմել այդ բոլոր ներպետական փաստաթղթերը եւ այլն, այսինքն կոնկրետ մարդկանց իրավունքների սահմանափակման գործում զբաղվել, բայց նաեւ երբ որ հարցը վերաբերում է այս աստիճան լայնածավալ խախտումներին, խնդրանքս է, որ գոնե պահելով բազային մարդու իրավունքների հարգման սկզբունքները համագործակցենք իրար հետ։
Հիմա անցնենք այն հերթով այդ կառավարության հարց ու պատասխանին, այսինքն ինչեր են պատասխանել, փորձեմ ամփոփ ներկայացնել ու միանգամից կանցնենք, եթե հարցեր ունեն սրան, երևի հարց ու պատասխանի միջոցով ավելի հեշտ կլինի։ Ուրեմն, տեսեք, առաջին կարևոր հարցը, որ տալիս են ՄԱԿ-ի փորձագետները, ասում են մի հատ ընդհանուր գնահատեք, էլի, այս ինչ են ձեզ, այս ինչու են ձեզ մեղադրում։ Հունիս 12 և 18 արդարների գործ։ Հունիսի 12-ի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության մոտապես հետևյալն են։ Ասում են, այդ մենք չէինք բռնություն գործադրում, այդ բռնարարները ցուցարարներն էին։ Ու որպես բռնարարության ամենացայտուն օրինակ ներկայացնում են Բագրատ Սրբազանի խոսքը, այն մասին ասում է, գրում են, կոչ է արել հանել սաղավարտները, ոստիկաններին։ Բացում ենք, ինչ է ասել իրականում, ասում է, տղաներ, կարիք չկա սաղավարտ կրելու, որովհետև այստեղ ձեզ ոչինչ չի սպառնում։ Ուղղակի ասում եմ, քանի որ շոկ է սաղավարտների տակ։ Եվ այս ամեն ինչը կառավարությունը պաշտոնապես ներկայացնում է որպես ապացույց, որ այդ ցուցարարներն են եղել բռնարար։ Շարունակությունն էլ ունի դա։ Հա, հետագայում նաև Նիկոլ Փաշինյանն է դրա մասին ազգային ժողովում